Իհարկե հիմնական խնդիրը մեր ռազմավարական հետագա մոտեցումն է հետ կապված։ Մենք քննարկել ենք նաև եւ երկու հնարավոր տարբերակ կա, ինչի մասին ես հրապարակային ասել եմ, տարբերակ 1, որ մենք սահմանված օրինական ընթացակարգերով հեծը ամբողջությամբ դարձնենք պետական սեփականություն, որից հետո շատ կարևոր բան է, պրոֆեսիոնալ կառավարիչ ոլորտի հրավիրենք, որ կառավարի, այսինքն կոնցեսիոն սկզբունքով ենթակառուցվածքը մնում է պետական սեփականություն, լինում է պետական սեփականություն եւ կառավարվում է պրոֆեսիոնալ ընկերության կողմից, իհարկե կառավարության վերահսկողության ներքո։ Երկրորդ տարբերակը, եթե տեսնենք, որ սա ինչ որ պատճառով անհասանելի է, որովհետեւ այնուամենայնիվ մենք ընկերությունը վերցնելու համար պետք է վճարում իրականացնենք, այդ վճարում հաստատի պետական բյուջեի ծախսը, եթե տեսնենք, որ այդ ծախսը արդարացված չի պետական բյուջեի կողմից, ուրեմն մենք պետք է թափանցիկ ընթացակարգերով նոր ներդրող ներգրավենք։ Ես ուզում եմ անկեղծ ասեմ, ինձ համար լավագույն ցանկալի տարբերակը առաջի տարբերակն է։ Ճիշտ ասած, ես կցանկանայի։ Հա, բայց այդտեղ ֆինանսական հարց կա, որը բյուջետային ֆինանսական հարց է, որտեղ մենք ռազմավարական առումով այս հարցը կլուծենք, դուրս կգանք եւ այլ խնդիր երկարաժամկետում էլ մեր երկրի առաջ այդ ռիսկերը բան կանենք, կնվազացնենք